Անցնելով պատգամին ասեմ, որ այսօր մենք վերջացնում ենք Ղևտացիների գրքի շուրջ պատգամները, մեր 5-րդ պատգամն է այսօր Ղևտացիների գրքից, եւ սա ամենակենտրոնական մասն է, երևի ամենակարևոր թեման Ղևտացիների գրքի, ինքն էլ 16-17-րդ գլուխները, հիմնականում 16-րդ գլխի վրա ենք միայն կենտրոնանալու, դա հենց մեջտեղն է գրքի, եւ պատգամը այսպես է կոչվում, ինչպես մնացած բոլոր պատգամները սկսվում է այսպես, մուտք գործելով Աստծո ներկայության մեջ, Ղևտացիների գիրք, եւ պատգամի վերնագիրը մեր քավության զոհը։ Գիտեք, մենք խոսել ենք ինչ էր Ղևտացիների գիրքը իրենից ներկայացնում, դա մի ուսուցում է, թե ինչպես կարող է մեղավոր բնույթ ունեցող մարդը մուտք գործել Սուրբ Աստծո ներկայության մեջ եւ չմեռնել։ Հնարավոր է արդյոք Աստծուն հանդիպել, հնարավոր է վայելել իր ներկայությունը, ոչ միայն հնարավոր է, այլ Աստված սպասում է դրան եւ հատուկ մի գիրք է դրել Աստվածաշնչի մեջ, որը ասում է ինչպես մոտենան Աստծուն, ինչ անեն, որ այդ սրբության մեջ մուտք գործեն, ինչ անեն, որ Աստված հանդիպի իրենց կամ ընդունի իրենց զոհը, որ զոհով էին գնում Տիրոջ առաջ։ Սա 5 կտակարանում եւ մենք գիտենք, որ 5 կտակարանյան գրվածքները նաեւ վերաբերվում են նոր կտակարանի հավատացյալներին եւ օրինակ անցած պատգամի ժամանակ այդ մաքրության, անմաքրության հարցերը մենք տեսանք, որ Հիսուսը ասեց. սրբությունը կրկին պահանջ է Աստծո առաջ եկողից, բայց արդեն տեղափոխվել է ամեն ինչ սրտի ոլորտ, եթե այն ժամանակ ինչ որ ուտում եք, դա էր ձեզ պղծում, հիմա ինչ որ դուրս է գալիս ձեր բերանից, դա է պղծում։ Եվ այսպես մենք կանդրադառնանք ամենակենտրոնական թեմային Ղևտացիների գրքի, երբ ոչ միայն մարդիկ էին գալիս Աստծո տաճար երևալու, այլ այս թեման կենտրոնանում է հենց սրբության սրբոց մտնելու վերաբերյալ, դրա վրա կենտրոնանում, երբ որ տարին մեկ անգամ էր լինում այդպես, տարին մեկ անգամ, ամբողջ ժողովրդից ընդամենը մեկ հոգի, քահանայապետը, իրավունք ուներ, մտներ վարագույրից այն կողմ։ Գիտեք, խորանը մասերի էր բաժանված, արտաքին գավիթները, սրբություն կոչված տեղը խորանի ներսում եւ ամենասուրբ տեղը, հենց դա էլ կոչվում էր սրբություն սրբոց կամ սրբությունների սրբություն, որտեղ Տիրոջ ներկայությունն էր, այնտեղ էր ուխտի տապանակը, այնտեղ էր գավազանը, որ ծաղկեց, եւ այդ ներկայությունը մանանան էր այնտեղ, որ պահվում էր ու չէր փչանում, եւ այդ ներկայությունը Աստծո այնքան սուրբ էր, եւ մենք կտեսնենք ինչ էր պահանջվում մարդուց, որպիսի ինքը մտներ այդ ներկայության մեջ։ Ինչ պիտի լիներ, որ մարդը կարողանար մտներ Սուրբ Աստծո ներկայության մեջ։ Եթե մի քիչ առաջ գանք նոր կտակարան եւ տեսնենք ինչ արեց Հիսուսը իր խաչով։ Հիշում եք խաչելությունից հետո անմիջապես այդ վարագույրը տաճարի, որը բաժանում էր սրբության սրբոցը, որից այն կողմ էր գտնվում սրբության սրբոցը, վերևից ներքև պատռվեց։ Ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր արդեն, որ ամեն հավատացյալի համար է այն, ինչ որ այսօր մենք կուսումնասիրենք Ղևտացիների գրքից։ Յուրաքանչյուր հավատացյալ կարող լինի իր Տիրոջ ներկայության մեջ մտնողը։ Եվ սա հրաշալի է։ Սա մեծ պարգև է Աստծուց։ Դա տոն էր։ Տարին մեկ անգամ եւ կոչվում էր Քավության օր, այսօր էլ հրեաները տոնում են այդ տոնը, եթե ուզում եք իմանալ անունը, կոչվում է Յոմ Կիպուր։ Իրանց տոներից մեկն է։ Բայց մենք Աստվածաշնչում կընթերցենք եւ կտեսնենք Քավության օրեր կոչվում դա։ Տարին մեկ անգամ քավություն էր լինում ժողովրդի մեղքերի համար։ Զոհ էր մատուցվում։
Գիտենք մենք նոր գտակարանից, որ Հռոմեացիների 6:33-ն ասում է մեղքի վարձքը մահ է։ Եթե մարդը մեղք է գործում, իր պատիժը մահ։ Դու գուցե ասես, ես շատ մեղքեր եմ գործել, բայց ես չեմ մահացել, չէ՞։ Այդպես է թե չէ։ Բայց մահ ասելով, հիշում եք Հիսուսն ինչ էր ասում։ Հիսուսը, երբ որ մեկը եկավ, ասեց գնամ հորս թաղեմ, նոր գամ քո աշակերտը դառնամ, ինքը ինչ ասեց։ Թող մեռելները թաղեն իրենց մեռելին։ Այսինքն ում էր Հիսուսը տենց կոպիտ արտահայտվելով ասում մեռելներ։ Բոլոր նրանք, ովքեր կենդանի են, բայց մեղքի կյանքով են ապրում։ Բոլոր նրանք իր աշակերտները մեղք չէին գործում, իհարկե գործում էին։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսը Պետրոսին հանդիմանեց, դրանից հետո Պետրոսը ուրացավ, բայց ուրիշ բան է, ես ուզում եմ տարբերությունը տեսնեք։ Մարդը կարա կենդանի լինի Քրիստոսի մեջ, բայց էլի սայթակի, չգիտակցված, չհասկանալով ընկնի մեղքի մեջ եւ ապաշխարի ու նորից Տերը իրան կվերականգնի։ Բայց այն մարդը, ով սիրում է մեղքի կյանքը, ով մերժում է Քրիստոսի ճանապարհը, սա կենդանի մեռելներ են այս մարդիկ։ Եվ եթե անկեղծ լինենք, մենք հիմա այս բառերը, որ ասում ենք, վերևից նայելով չենք ասում այս բառերը, որովհետև մենք էլ մի ժամանակ այդպիսին ենք եղել։ Չենք հասկացել, մեղքի կյանքով ենք ապրել։ Կենդանի մեռելներ ենք եղել։ Բայց Տիրոջ ողորմությունը մի օր գործեց մեր կյանքում։ Մի օր մենք լսեցինք եւ հավատացինք խոսքին, երբ որ հավատացինք, գրված է կենդանացանք։ Երբ որ ասեցինք Տեր Հիսուս, ճիշտ է ինչ որ ասում ես, եւ ոչ միայն ճիշտ է, այլ ես իրոք, որ դու տեսնես, որ ես հավատացի քեզ, հիմա ես իմ կյանքը տալիս եմ քո ձեռքերի մեջ, դու իմ Տերն ես, դու իմ փրկիչն ես։ Ասել ենք այս խոսքերը, հավատացած եմ, որ այստեղ ներկաները բոլորը այս խոսքերը ասել են։ Իսկ եթե կա մեկը, որ չի ասել, այսօր շատ հրաշալի հնարավորություն է, որ այլևս մենք չապրենք մեռածի պես։ Մենք ապրենք եւ Քրիստոսի կյանքը լցվի մեր մեջ։ Մեղքի վարձքը մահ է։ Եկեք Ղևտացիների 16-րդ գլուխը բացենք, այսօր էլի պիտի մի քիչ շատ ընթերցենք Ղևտացիների գիրք 16-րդ գլուխ եւ ուղղակի տոնի մասին, այդ հրաշալի օրվա մասին կարդանք 29-ից 34 մինչեւ վերջը։ Եվ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ 7-րդ ամսում, ամսի 17-րդ օրը ձեր անձերը պիտի խոնարեցնեք եւ բնավ մի գործ չգործեք, թե երկրացին եւ թե ձեր մեջ պանդխտացող օտարականը, որովհետեւ այն օրը քահանան ձեզ համար քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար եւ ձեր բոլոր մեղքերիցը մաքրվեք Եհովայի առաջին։ Նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի եւ հավիտենական կանոնով պիտի խոնարեցնեք ձեր անձերը։ Քավությունը անի այն օծված եւ իր հոր տեղը քահանայություն անելու համար ձեռքը լցված քահանան եւ հագնի կտավի հանդերձները, սուրբ հանդերձները եւ ամենասուրբ տեղի համար քավություն անի եւ ժողովքի խորանի համար եւ սեղանի համար քավություն անի եւ քահանաների եւ ժողովքի բոլոր ժողովրդի համար քավություն անի եւ սա ձեզ համար հավիտենական կանոն լինի Իսրայելի որդիների համար իրենց բոլոր մեղքերին քավություն անելու համար տարին մեկ անգամ եւ նա անի ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Ես կարդացի ու մի քանի բաներ կուզեմ որ մենք այստեղ հասկանանք։ Քահանայապետը զոհեր մատուցում եւ քավությունը նշանակում է, որ սրբում էր։ Նայեք ինչն էր սրբում։ 33 խոսքը ասում է ամենասուրբ տեղի համար քավություն անի, ժողովքի խորանի համար քավություն անի, զոհասեղանի համար քավություն անի, քահանաների եւ բոլոր ժողովրդի համար քավություն անի։ Այսինքն այս զոհը սրբում էր, սրբության սրբոցը։ Կարող է ճիշտ չհասկանաք։ Սրբության սրբոցը սրբվելու կարիք ուներ։
Մենք սա պիտի լավ հասկանանք։ Աստվածաշունչն ասում է, երբ որ ժողովուրդը մեղք էր գործում, իր սուրբ տեղը ապականվում էր։ Երբ որ հետագայում Իսրայելը սկսեց մեղք գործել, Աստված տաճարը ավիրեց։ Տաճարը այլևս սրբություն չէր իր աչքին, երբ որ ժողովրդի մեղքը շատացավ։ Երբ որ ժողովուրդը մեղք էր գործում ու չէր ապաշխարում, սա անմաքրություն էր բերում խորանի վրա կամ տաճարի վրա հետագայում։ Զոհասեղանը պղծվում էր, խորանը պղծվում էր։ Եվ ես ուզում եմ, որ մենք հասկանանք, եթե մենք ուզում ենք Աստծուն հանդիպենք, մենք պիտի հասկանանք, որ Աստված խորան ունի, որի մեջ մեզ հանդիպում է։ Եվ մեր գործած մեղքերը ապականում են, անմաքրություն են բերում այդ մեր հանդիպման խորանի վրա։ Բայց Աստված միջոց էր ապահովել։ Աստված միջոց էր ապահովել, տարին մեկ անգամ զոհ էր լինում, որ սրբում էր քահանաների մեղքերը և ժողովրդի մեղքերը։ Մենք խոսենք, իհարկե, ես ամեն ինչ բերելու եմ ու հասցնեմ այնտեղ, թե որն է այսօր մեր քավության զոհը։ Այդպես այսօրվա պատգամի վերնագիրը, մեր քավության զոհը։ Եվ մենք բոլորս լավ գիտենք, որ Հիսուս Քրիստոս զոհաբերեց իր կյանքը, զոհաբերելով իր կյանքը խաչի վրա, մեզ սրբեց մեղքից։ Բացի այն, որ մեզ սրբեց մեղքից, ինքը, լսեք, հիշում եք իր խոսքերը, ասեց, այս տաճարը, որ տեսնում եք, աշակերտները եկան ասեցին, տես ինչ սիրուն տաճարը, ասեց, քանդեք այդ տաճարը, և ես 3 օրում նոր տաճար կկառուցեմ։ Հովհաննեսի ավետարանի մեջ ավելի մանրամասն է ասում, աշակերտները այդ պահին չհասկացան, ինչի մասին էր խոսում Տեր Հիսուսը, բայց երբ որ 3-րդ օրը մահվանից հետո հարություն առավ, հիշեցին ու հասկացան, որ դա մարմնի տաճարի մասին էր։ 3 օր հետո ինքը նոր տաճար կառուցեց, իր մարմինը, եկեղեցին, որտեղ մենք այսօր կարող ենք հանդիպել Աստծուն, որտեղ այդ եկեղեցի ասվածը, գրված է Աստվածաշնչի մեջ, որ եկեղեցին դա քարե շենքը չի, ինչպես այսօր շատերը հասկանում են, այլ կենդանի քարերից պատրաստված մի շինություն, եւ ասում է դուք եք հավատացյալներ, այդ կենդանի քարերը, եւ դուք ամեն մեկը Սուրբ Հոգու տաճար եք։ Քավության օրը հնարավոր դարձրեց այս հանդիպումը։ Քավության օրը մեր վրայից սրբեց ամեն մեղք եւ ապականություն։ Եվ ես ուզում եմ մի բառ կա, որ 2 կամ 3 անգամ այստեղ շեշտվում է։ Սա ձեզ համար հավիտենական կանոն լինի, որ այսինչ օրը ձեր անձերը պիտի խոնարեցնեք։ Սա 29-րդ խոսքն էր։ Խոնարեցնել։ 31 խոսքում նա ձեզ համար հանգստության շաբաթ պիտի լինի եւ հավիտենական կանոնով պիտի խոնարեցնեք ձեր անձերը։ Ինչ էր նշանակում խոնարեցնել։ Այս տոնին եկողները, բոլոր նրանք, ովքեր ուզում էին, որ այս քավության մեծ զոհը, որ կարդանք, թե ինչպես էր կատարվում, շատ հետաքրքիր ձև էր, նման չէր մնացած զոհերին, շատ տարբեր էր, բայց եթե դու, ասենք թե իսրայելացի ես, ուզում ես քո վրայից մաքրվի այդ մեղքը, դու պիտի խոնարեցնեիր քո անձը։ Եթե մեկը չխոնարեցնի իր անձը, թող նա կորչի իր ժողովրդի միջից, այսպես է գրած այստեղ։ Խոնարեցնել նշանակում է ես իրա ասածով եմ անելու։ Լսեք, շատերի օրհնության, որ ասում է քո առջև եմ դնում այսօր օրհնությունը եւ անեծքը, կյանքը եւ մահը։ Այսօր ամբողջ ժողովուրդը կանգնած ընտրության առջև։
օրհնություն կամ անեծք։ Բայց եթե ուղղակի գրի օրհնություն կամ անեծք, բոլորն էլ կգնան օրհնությունը վերցնելու։ Պատկերացրեք, գնում եք միտեղ երկու պատուհանը։ Մեկի վերևում գրած է լավ տառերով, կարմիր, լուսավոր, գրած է օրհնություն, այն մեկին էլ սև, կեղտոտ տառերով գրած է անեծք։ Ու մոտենում ես ու պատուհանից բան են տալիս։ Որը կգնաս վերցնես։ Բոլորն էլ կգնան օրհնություն վերցնելու, այդպես չի, բայց այդպես չի գրած։ Գիտեք ինչ է գրած։ Այս կարմիր տառերով սիրուն գրած է ովքեր որ Տիրոջ կամքն են կատարում։ Այս պատուհանից օգտվեն, այն մեկին են կեղտոտ տառերով գրած է։ Ովքեր որ իրանց ուզածով են ապրում, իրանց հարմար եղածով, այս մյուս պատուհանից օգտվեն։ Հասկանում եք։ Ու մարդը ընկնում է մտածմունքների մեջ, ասում է, բայց ես այսպես եմ ուզում։ Անդր մեկը կասում է, եթե դու այդպես ես ուզում, եթե դու ուզում ես քո ուզածով ապրես, քոնը այն պատուհանն է, անեծքի պատուհանը։ Իսկ եթե քեզ հարմար չի, ես գիտեմ, որ այսօր շատերին հարմար չի եղել պաշտամունքի մասնակցել, բայց ջանք եք արել, որ մասնակցեք, որովհետև Տիրոջ կամքն եք ուզում կատարեք։ Այդ պատուհանը քեզ համար է։ Շատ ժամանակ հարմար չի ճիշտը խոսելը, որովհետև մի հատ թեթև սուտը շատ խնդիրներից թվում է քեզ կազատի։ Հիմա դու պիտի ընտրես, որ պատուհանից ես օգտվելու։ Տիրոջ կամքը կատարողների, թե քեզ հարմար եղողների։ Շատ ժամանակ գրպանից մի փոքր ինչ-որ մեկին օգնություն հատկացնելը հարմար չի, որովհետև այսօր բոլորն են դժվար աշխատում։ Բայց մենք գիտենք ողորմության մասին պատվիրանը։ Մենք գիտենք սիրո մասին պատվիրանը։ Մենք գիտենք ներելու մասին պատվիրանը։ Մենք գիտենք սուրբ կյանք ապրելու մասին պատվիրանը, որ գրված է առանց սրբության ոչ ոք Աստծուն չի տեսնի։ Եվ քո որոշումն է, որ պատուհանին դու մոտենաս։ Եվ ահա բոլոր նրանք, ովքեր խոնարեցնում էին իրենց կյանքում գործում էր քավությունը։ Խոնարեցնել նշանակում էր ամեն բան անել այնպես, ինչպես որ Տերը իր խոսքի մեջ պատվիրում է։ Եվ սա հրաշալի մի օր էր, հասկանում եք, մարդը մեղք էր գործել եւ ծանրությունով եկել էր, խոնարհվել էր Տիրոջ առաջ ու ասում էր. «Քո ասածով եմ անելու»։ Եվ Տերը ասում էր. «Սրբվեցիր»։ Նոր սկիզբ։ Հիշում եք ինչ է գրած 2 Կորինթացիներ 5:17-ում։ Ով Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ 2 Կորինթացիներ 5:17։ Ով Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Նոր սկիզբ։ Ես չգիտեմ ինչով ես դու անցել։ Ես չգիտեմ քանի անգամ ես Աստծուն ինչ-որ բան խոստացել ու չես կարողացել կատարել։ Որ դու էլ քեզանից արդեն հոգնել ես։ Գիտես, քավության օրը նոր սկզբի օր էր։ Տերը ջնջում էր, ասում էր, այլևս չեմ հիշելու ձեր հանցանքները։ Ինչ սխալ կյանքով որ ապրել ես, այսօր զրոյացնում ենք դա։ Գիտեք, քավության օրը 5 տակարանի շնորհքի օրն էր, որ մենք ասում ենք օրենքի ժամանակաշրջան եւ շնորհքի ժամանակաշրջան։ 5 տակարանի շնորհքի ժամանակաշրջանն էր սա։ Այդ օրը շնորհքն էր գործում։ Այդ օրը անարժաններին ներվում էր իրենց մեղքը։ Հրաշալի է սա։ Գիտեք, խոնարհությունը դա խոստովանություններ, մարդիկ գալիս էին իրենց Տիրոջը պաշտելու կոտրված սրտով։ Գալիս էին ասելու, մենք այս բաների մեջ թերացել ենք։ Ներիր մեզ մեր Աստված։ Մենք թերացել ենք։ Դու հո գիտես, որ ես ինչ բան է այսպես պիտի անեի ու չարեցի։ Դու հո գիտես, որ ես այն մարդուն, որ սենց վերաբերվեցի, դա սխալ էր, քո խոսքի համեմատ չէր։ Ներիր ինձ։
Խոստովանում ենք մեր մեղքերը։ Ինչա գրած առաջի Հովհաննես 1:9-ում, եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա, որ կսրբի մեզ ամեն անիրավությունից։ Կսրբի մեզ։ Քավության օրը նոր սկզբի խոստում էր ինձ և քեզ համար, նոր բացարձակապես նոր կյանք։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Եթե խոնարհվես, եթե խոստովանես, եթե ապաշխարես։ 23-րդ գլուխ Ղևտացիներ 23 27-ից 29 խոսքերը։ Նաև այս 7-րդ ամսվա 10-ին քավության օրն է, սուրբ ժողով լինի ձեզ համար, և պիտի խոնարհեցնեք ձեր անձերը, և պատարագ մատուցեք Եհովային, և այն օրում ոչ մի գործ չգործեք, ըստ որում այդ քավության օր է, ձեզ համար, ձեր Եհովա Աստծո առաջին քավություն անելու համար, որովհետև ով որ այդ օրում չխոնարհվի, նա իր ժողովրդի միջից պիտի կորչի։ Սիրելիներ, ինձ թվում է մենք պիտի երևի առանձին պատգամով ես կանդրադառնամ այս թեմային, որովհետև խոնարհ, ի՞նչ է նշանակում խոնարհություն։ Քավության օրվա կարևորագույն բառն ասա։ Մեզ թվում է թե կարևորը այն զոհն էր, այո, զոհը կարևոր էր եւ շատ կարևոր, բայց կարևոր էր թե այդ զոհը ում կյանքում է գործում։ Լսեք, զոհը մեծ էր։ Քրիստոսի զոհը ըստ տիեզերքի ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, եթե ոչ ամենակարևորը։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը երևի այն պահն էր, երբ որ Աստված իր իմաստության մեջ, իր սիրո մեջ որոշեց, որ արարի տիեզերքը։ Կարծում եմ, որ սա մեծագույն հրաշքն էր, որ ես չեմ պատկերացնում հիմա ինչ եմ ասում, բայց ինձ համար սա մեծագույն հրաշքն էր, որ Աստված որոշեց, ասեց թող լինի եւ արարվեց։ Եվ երկրորդ մեծագույն հրաշքը, որ Աստված որոշեց մեծ գին վճարի ու փրկի կորսվող մարդկությանը։ Հիշում եք, այն ժամանակ ասեց թող լինի, լույս լինի, երկիր լինի, մարդիկ լինեն, կենդանիներ լինեն, բույսեր լինեն, ասեց թող լինի, բայց մեկ անգամ էլ Գեթսեմանի պարտեզում մարմին հագած Աստված, Աստծո որդին, ասեց թող քո կամքը լինի։ Հեռացրու այս բաժակը ինձանից, այս դառը, այս ծանր բաժակը, Հայր, շատ մեծ գին ասա։ Իր խոնարհության մեջ հարցնում էր, կկարողանամ արդյոք ես վճարել այս գինը։ Կկարողանամ արդյոք կրել այս ամենը։ Հասկանում եք, որպես Աստված չէր ինքը հանդես գալիս, ինքը այդ պահին որպես մարդկային մարմնով, մարդկանց համար վճարող մեկը, բայց ասեց, ոչ թե իմ կամքով, այլ թող քո կամքը լինի։ Խոնարհություն, ինչա խոնարհությունը։ Արդյոք մենք հասկանում ենք սա։ Սովորեք ինձանից, որ ես հեզ եմ և սրտով խոնարհ, ասում էր Հիսուսը։ Չասեց նայեք ձեր շուրջը, տեսեք, որ մարդն է խոնարհ, իրանից սովորեք, որովհետև այսօր խեղճերին են ասում խոնարհ։ Հիսուսը ասեց ինձանից սովորեք, որ ես ուժեղ եմ, զորավոր եմ, ինձ Տեր եք ասում, բայց ես ձեր ոտքերը լվացի, ձեզ ծառա եղա, ձեր մեղքի համար պատարագ եղա, ինձանից սովորեք, իրար համար անձերը դնել, ինձանից սովորեք։ Ասում էր
Աշակերտները եկան ասեցին, սոված չես, հաց ենք բերել, ասեց ես հաց ունեմ, կերել եմ արդեն։ Աշակերտներն մտածեցին, ասեցին նոր հաց չկար, որտեղից գնացինք հացառանք եկանք, որտեղից ինքը հաց ճարեց, բայց հետո բացատրեց ինքը սրտերն էր քննում, տեսավ, որ նրանք մտածում էին, չէին ասում։ Եվ Հիսուսը ասեց, իմ հացն ու ջուրը իմ հոր կամքը կատարելն է։ Սովորեք ինձանից, հաց ու ջրից առավել, խոնարհվեք, գրված է Փիլիպպեցիների թղթում, Աստծո կերպարանքում լինելով, որովհետև Աստված էր, որ մարմին էր հագել ու իջել էր երկիր։ Հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ ծառայի կերպարանք առավ։ Ոչ մեկին չասեց, դու պիտի ինձ ծառայես, դու պարտավոր ես, դու քահանայապետ ես, կամ մեր լեզվով ասած, դու հովիվ ես, պիտի ծառայես, դու, այսպես մեզ ասում են մեկ-մեկ, դուք եկեղեցու ծառայողներն եք, պարտավոր եք մեզ այցելեք, որ մենք նեղության մեջ ենք։ Խոնարհությունը երբեք ոչ մեկին չի ասում պարտավոր ես։ Խոնարհությունը ասում է ես պարտավոր եմ։ Խոնարհությունը ասում է ես Աստծո կամքը պիտի կատարեմ։ Դիմացինը կգնահատի, չի գնահատի։ Դիմացինը կկատարի, թե չի կատարի։ Եկեղեցու 90%-ը կհնազանդվի Աստծո խոսքին, թե ձևական քրիստոնեություն կխաղա։ Ինձ դա չի հետաքրքրում, ես պիտի կատարեմ իմ Աստծո կամքը։ Ահա խոնարհությունը։ Ահա խոնարհների համար էր, որ գործում էր քավության օրվա զոհը։ Ահա խոնարհներին էր, որ մաքրում էր այդ զոհի արյունը։ Հիմա մի բավականին մեծ հատված պիտի կարդանք Ղևտացիների գլխից։ Խնդրեմ ուշադիր լինես, միասին տեսնենք ինչ էր լինում քավության օրը։ Ղևտացիներ 16-րդ գլուխ, 1-ից 28 խոսքերը։ Բավական երկար հատված։ Ուղղակի տեսնենք ինչ էին անում այդ օրը։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ Аарոնի երկու որդիների մեռնելուց հետո, որոնք Եհովայի առաջին մոտեցան եւ մեռան։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. Խոսիր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն ժամանակ սուրբ տեղը չմտնի, վարագույրին ներսը տապանակի վրա եղած քավության առաջին, որ չմեռնի, որովհետև ամպի մեջ պիտի երևամ քավության վրա։ Քավությունը այստեղ ուխտի տապանակի վերևը դրվող իր ինչ են ասում ծածկը կոչվում էր քավություն նաև։ Ահարոնն այս բաներով մտնի սրբարանը, մեկ զվարակով, մեղքի պատարագի համար եւ մեկ խոյով, ողջակեզի համար, կտավի սուրբ շապիկ հագնի եւ իր մարմնի վրա կտավի վարտիք ունենա եւ իր մեջքը կտավի գոտի կապի եւ իր գլխին կտավի խոյր դնի։ Սրանք սուրբ զգեստներ են եւ իր մարմինը ջրով պիտի լվա եւ հետո հագնի նրանց եւ Իսրայելի որդիների ժողովքիցը այծերից 2 նոխազ առնի մեղքի պատարագի համար եւ մեկ խոյ ողջակեզի համար։ Եվ Ահարոնը մատուցի այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է եւ քավություն անի իր համար եւ իր տան համար եւ 2 նոխազը առնի եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դռանը կանգնեցնի եւ Ահարոնն այն 2 նոխազների վրա վիճակ գցի։ Մեկ վիճակը Եհովայի համար եւ մեկ վիճակը ազատ արձակվող նոխազի համար։ Մեկը պիտի զոհ լիներ, 2 այծեր։ Մեկը պիտի զոհ արվեր, մեկը պիտի ազատ արձակվեր եւ վիճակ էին գցում, թե որը պիտի լինի։ Եվ Ահարոնը մոտեցնի այն նոխազը, որի վրա Եհովայի վիճակը ելավ, եւ մեղքի պատարագ անի նրան, եւ այն նոխազը, որի վրա ազատ արձակվող նոխազի վիճակը եղավ, Եհովայի առաջին ողջ կանգնեցնի եւ նրան համար քավություն անի, որ բաց թողնի նրան իբրև ազատ արձակվող նոխազ դեպի անապատը։ Ուրեմն ինչ արեցին։ Մի այծին մորթեցին, որպես մեղքի պատարագ, մյուսին ազատ էին արձակում անապատ։ Այս ամենը խորհուրդ ունի, մենք հիմա կխոսանք սրա մասին։ Եվ Ահարոնը մատուցի այն մեղքի պատարագի զվարակը, որ իր համար է, եւ քավություն անի իր համար, եւ իր տան համար, եւ մորթի իր մեղքի պատարագի զվարակը։
Եվ Եհովայի առաջին եղած սեղանի վրայից բուրվարը լիքը կրակի կայծեր առնի եւ բարակ ծեծված անուշահոտ խնկից իր ձեռքերը լցնի եւ վարագույրի ներսը տանի եւ խունկը այն կրակի վրա դնի Եհովայի առաջին եւ խնկի ամպը վկայությունի վրա քավությունը ծածկի եւ նա չի մեռնի եւ այն զվարակի արյունից առնի եւ իր մատով քավությունի վրա արևելյան կողմը սրսկի եւ իր մատով արյունից քավության առաջին 7 անգամ սրսկի եւ մորթի մեղքի պատարագի նոխազը իր ժողովրդի համար եւ նրա արյունը վարագույրի ներսը տանի եւ նրա արյունն անի ինչպես որ արաբ զվարակի արյունով այսինքն քավության վրա եւ քավությունի առաջին սրսկի այն եւ սրբարանի համար քավություն անի Իսրայելի որդիների անմաքրություններից եւ նրանց բոլոր մեղքերի հանցանքներից եւ այսպես անի ժողովքի խորանի համար որ նրանց հետ է լինում նրանց անմաքրությունների մեջ եւ ոչ մի մարդ ժողովքի խորանում պիտի չլինի քավություն անելու համար սրբարանը մտած ժամանակ մինչեւ նրա դուրս գալը որ իր համար եւ իր տան համար եւ Իսրայելի բոլոր ժողովքի համար քավություն անի հետո դուրս գա Եհովայի առաջին եղած սեղանը եւ նրա համար քավություն անի եւ առնի զվարակի արյունից եւ նոխազի արյունից եւ քսի սեղանի եղջյուրներից վրա շուրջանակի եւ արյունից իր մատով 7 անգամ նրա վրա սրսկի եւ Իսրայելի որդիների անմաքրությունից մաքրի նրան սուրբ անի նրան եւ վերջացնի սրբարանի ժողովքի խորանի եւ սեղանի համար քավություն անելը եւ հետո ողջ նոխազը մոտեցնի եւ Ահարոնն իր երկու ձեռքերը ողջ նոխազի վրա դնի եւ խոստովանի նրա վրա Իսրայելի որդիների բոլոր անօրինությունները եւ նրանց բոլոր հանցանքները իրենց բոլոր մեղքերով խոստովանում էր դնում էր ձեռքերը այս այծի վրա նա զոհ արեց նրա զոհով նախ իր համար մի զվարակ ասենք ցուլ հետո ժողովրդի մեղքի համար մի այծ եւ դրանց արյունով սրբեց սրբության սրբոցի մեջ եղածը խորանի մեջ եղածը եւ զոհասեղանը որը ժողովրդի մեղքերի համար դրանց պատճառով պղծվում էր հետո ձեռքերը դնում էր այս ողջ այծի վրա այն որ չէր մորթվելու եւ խոստովանում էր ժողովրդի հանցանքները հետաքրքիր տեսարան էր սա ասում էր ինքը արդեն Աստծուց առաջնորդված ասում էր այսպիսի պղծություններ են լինում հիշում եք մի անգամ մենք աղոթքի մեջ որ բարեխոսում ենք այդպիսի օծություններ իջել եւ խոսում ենք ու պատկերացնում ենք Ինչ պղծություններ են կատարվում այսօր մեր քաղաքում Ինչ պղծություններ են կատարվում տներում Ինչ անառակություններ են կատարվում Չգիտեմ գիշերային ակումբներում կազինոներում մարդասպանություններ են մտածում մարդիկ ինտերնետի առաջ են ամբողջ օրը պղծությունների մեջ իմիջայլոց ասեմ ձեզ Հայաստանը առաջին տեղում է ամբարո սայթեր այցելելու այս մեր տարածաշրջանում նախկին խորհրդային միության երկրներում ամենաշատը Հայաստանից են այցելում այդ սայթերը իրար ատում են մարդիկ ես չգիտեմ ընտանիքներ են բաժանվում այսօր ինտերնետով կանայք որ շատ հարգարժան գուցե նաև կանայք են բոլորը հարգում են ուրիշ տղամարդկանց հետ ինտերնետով կապ են հաստատում իսկ իրանց տղամարդիկ չգիտեն էլ դրա մասին սրանք փաստեր են սիրելիներ փաստեր են եւ քահանայապետը դնում էր ձեռքեր ասում էր գիտեմ Տեր որ այս ժողովրդի գործած մեղքերի պատճառով մեր երկիրը պատժվում է Եվ քավության օրը հենց նրա համար էր, որ Աստծո բարկությունը մեղմվեր։ Եվ քահանայապետը դնում էր ձեռքերը այդ նոխասի գլխին, այդ այծի գլխին եւ խոստովանում էր այս բոլոր մեղքերը, որպես իր մեղքերը, իր ժողովրդի անունից։ Ասում էր Հայր իմ Աստված, չգիտեմ այն վաղ հայեր չէին ասում, երևի ասում էր Տեր իմ Աստված, զորաց Տեր Եհովա, խնդրում եմ ներես Ահա խոստովանում եմ այս մեղքերը։ Խոստովանեց։
եւ նրանց դնի նոխազի գլխին եւ մի պատրաստ մարդի ձեռքով ինչ է նրանց նայեք շարունակությունը հետաքրքիր էր եւ Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները խոստովանի եւ նրա բոլոր հանցանքները իրենց մեղքերով եւ այդ հանցանքներն ու այդ անօրենությունները դնի նոխազի գլխին եւ նոխազը նրանց բոլոր անօրենություններն իր վրա մի անբնակ երկիր տանի մի մարդ գա որ այդ տանի անապատի մեջ ու բաց թողի նրան ինչ էր սա խորհրդանշում մենք գիտենք որ մեղքի զոհը մեզ համար Հիսուս Քրիստոս էր Հիսուս Քրիստոս մեր մեղքերի համար չարչարվեց այդպես է գրած Աստվածաշնչում մեր մեղքերի պատիժը ինքը կրեց այն առաջին նոխազը որ մորթվեց մեղքի համար որ իր արյունը սրսկվեց ու սրբեց իսկ երկրորդ նոխազը հեռացրեց մեղքերը ժողովրդից ասեք սա շատ կարևոր է եթե մենք կենտրոնանանք միայն առաջինի վրա եւ այսօր բոլոր այն մարդիկ ովքեր հավատում են Հիսուսին կենտրոնանում են միայն առաջինի վրա եւ քավությունը կիսատ է լինում իրաց կյանքում որովհետեւ ասում ենք Տեր դու մեր մեղքերի համար վճարեցիր շնորհակալ ենք քեզանից բայց Աստվածաշնչի մեջ նաև երկրորդ մասն է գրած Մատթեոսի 1:21-ում ասվում է որ երբ որ գալիս են ու խոսում են Քրիստոսի ծննդի մասին ասում է եւ նա Մարիամին ասում է փրկիչ Հիսուս կդնես նրա անունը նա փրկիչ կլինի եւ ժողովրդին կազատի իրենց մեղքերից կհեռացնի մեղքը արդյոք մենք ընդունում ենք սա որ Քրիստոս ոչ միայն մեր մեղքերի համար խաչվեց ոչ միայն իր արյունը սրբում է մեզ մեղքից այլ մեղքը հեռացրեց մեզանից հեռու է արդեն այն մեղքը իմ վրա իշխանություն չունի ահա այս ժամանակ էր միայն որ սրբվում էր երկիրը ահա միայն այս ժամանակ էր որ մարդու կյանքը մաքուր էր լինում Աստծո առաջ ուզում ենք մեր կյանքերը մաքուր լինեն պիտի թույլ տանք որ այդ նոխազը հեռացնի մեղքը մեզանից հեռու անապատ գնում էր ու այնտեղ չէին էլ սպանում թողում էին այնտեղ գալիս էին եւ այդ այցը չէր վերադառնում երբեք չէր վերադառնում չգիտեմ վայրի գազաններն են ուտում թե ինչ էր լինում թե անապատում ծարավից սատկում էր սովից չգիտեմ բայց էլ ժողովրդի մեջ չէր գալիս Հիշում եք շատ խիստ օրինակ է գրած երբ որ ասում է խոզին լվացնում եք նոր կտակարանում խոզին լվացնում են ու խոզը ինչ է լինում լվանալուց հետո հետ է գնում իր ցեխի մեջ իսկ շունը գրած է վերադառնում է իր փսխածին եւ սա խոսում է այն մարդու մասին ով սրբվեց Հիսուսի արյունով բայց մեղքը չհեռացրեց իրենից Կրկին էստեղ շեշտեմ, որ արդար չկա մեկ կա, ոչ ոք չի կարա ասի, թե ինքը էլ վերջ, ինքը բացարձակապես մեղք չի գործում։ Բայց ուրիշ բանա, որ մեղքը իշխանություն ունի քո վրա, ուրիշ բան սատանան գայթակղություններ է դնում եւ դու մեկ-մեկ անմտորեն ընկնում ես դրանց մեջ։ Ուրիշ բանա, եթե դու սիրես մեղքը, ուրիշ բանա, որ դու ատես, մեղքը պայքարես, բայց դեռ չկարողանաս հաղթես։ Մեր քավության զոհը Հիսուս Քրիստոս իր արյունով սրբում է մեզ, բայց ոչ միայն սրբում է, նաև մեղքը հեռացնում է մեզանից։ Եկեք նոր կտակարանից կարդանք Եբրայեցիներ 9-րդ գլուխ 11-12 խոսքերը։ Բայց Քրիստոս
որ եկավ հանդերձյալ բարիքների քահանայապետը, ավելի մեծ եւ կատարյալ եւ անձեռագործ խորանով, այսինքն այն, որ այս արարածներից չէ, եւ ոչ թե նոխազների եւ զվարակների արյունով, այլ բուն իր արյունով, մեկ անգամ մտավ այն սրբատեղին եւ հավիտենական փրկություն գտավ։ Շարունակությունն էլ հրաշալի է, պիտի կարդամ, որովհետև եթե ցուլերի եւ նոխազների արյունը եւ երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, ել որքան ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձը անարատ պատարակ մատուցեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբի այն մեռած գործերից, որ կենթանի Աստծուն պաշտեք։ Ահա թե որն էր նպատակը, թե քավության օրը, թե Քրիստոսի զոհի նպատակը նա էր, որ կենթանի Աստծուն անձեռագործ խորանի մեջ, այդ նոր խորանի մեջ մենք պաշտենք, բայց քանի դեռ մեր խիղճը մաքուր չի, այն ժամանակ, երբ որ մենք ուղիղ չենք Աստծո հետ, երբ որ մենք մեղք ենք գործում, ու ասում ենք, դե Տեր ջան, կներես էլի, դե դու գիտես, որ չեմ կարա չխաբեմ։ Մեր խիղճը մաքուր չի կարա լինի։ Ուզում ենք կենթանի Աստծուն Քրիստոսի խորանի մեջ պաշտենք։ Պիտի մեր խիղճը մաքուր լինի։ Թեկուզ եւ մեղք էլ լինի մեր կյանքում, մենք մաքուր խղճով պիտի գանք ու ասենք, Տեր, դու գիտես, որ ես պայքարում եմ։ Դու գիտես, որ ես ուզում եմ քո կամքը կատարեմ։ Դու գիտես, որ ես խոնարհության ճանապարհն եմ բռնել։ Դեռ իմ մոտ չի ստացվում, բայց դու գիտես, իմ խիղճը մաքուր է, ուժ տուր ինձ, ես կհաղթեմ։ Նպատակը Քրիստոսի զոհի վերցնելն էր եւ վերադարձնելն էր մեզ Աստծո խորանի մեջ պաշտամունքի։ 24-ից 26 խոսքերը Վասնզի ոչ թե ձեռագործ սրբատեղերը մտավ Քրիստոս, որ ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մեջ, որ հիմա Աստծո երեսի առաջին երևա մեզ համար։ Ոչ թե որպիսի շատ անգամ իր անձը պատարակ մատուցի, ինչպես քահանայապետն էր անում, որ ամեն տարի մտնում էր սրբության սրբությունը օտար արյունով, ապա թե ոչ պետք էր, որ աշխարհի սկզբից հետո շատ անգամ չարչարվեր, բայց հիմա ժամանակների վերջում մեկ անգամ հայտնվեց, որ մեղքը դեն գցի էր պատարակով։ Լսում ենք մենք այս խոսքերը, մեկ անգամ Քրիստոսը զոհ արեց մեր քավության զոհը, եւ որպիսի այստեղ բառեր է գրած, մեղքը դեն գցի իր պատարակով։ Կարող ես ասել, ես ընդունում եմ Քրիստոսի զոհը։ Կարող ես ասել, որ նրա արյունը սրբել է ինձ։ Բայց սա շատ կարևոր է, որ ասես, նրա զոհը հեռացրեց մեղքերի ինձանից։ Թեկուզ եւ ես դեռ այսօր ունեմ, բայց ես զորավոր եմ Քրիստոսով։ Ես հաղթելու եմ այդ մեղքերին, որովհետև ինքը մեղքի իշխանությունը կործանեց։ Մեղքը դեն գցեց իր պատարակով։ Հրաշալի է սիրելիներ սա։ Սա մեծագույն հրաշք է։ Չգիտեմ որքան որ մեծ է այն հրաշքը, որ իր արյունը սրբում է ամեն խոստովանողի։ Դրա չափ, ես չեմ կարող ասեմ դրանից առավել, բայց դրա չափ մեծ է, որ նրա զոհը հեռացնում է մեղքը մեզանից։ Մենք սրա վրա քիչ ենք ուշադրություն դարձնում։ Նա իշխանություն է տվել մեզ։ Հռոմեացիներ 3-րդ գլուխ 24-26 խոսքեր։ Ձրի են արդարանում նրա շնորհքով, այն փրկության ձեռքով, որ Հիսուս Քրիստոսում է, որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար, հավատալով նրա արյունին, որ իր արդարությունը ցույց տա այն առաջուց գործված մեղքերի թողտվության համար, Աստծո ներելու ժամանակին, որ իր արդարությունը երևացնի այս ժամանակում, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան,
որ Հիսուսի հավատքից է։ Ինքը արդար եւ արդարացնի բոլոր նրանց, ովքեր կհավատան նրան, ովքեր Հիսուսի հավատքից են։ Ես քո փոխարեն կասեի, ես Հիսուսի հավատքից եմ։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա հիշում եք այդ անեծքի եւ օրհնության պատուհանները։ Սա նշանակում է, որ ես չեմ օգտվելու այն պատուհանից, որ գրած է անումը իր ուզածի պես։ Ես օգտվելու եմ այն պատուհանից, որ գրած է անումը Քրիստոսի կամքի պես։ Ես այս պատուհանից եմ, ես Քրիստոսի հավատքից եմ։ Երկրորդ Կորինթացիներ 5:21 Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Գաղատացիներ 3:13 Քրիստոս գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Նա մեր փոխարեն զոհ եղավ։ Ահա քավության օրը։ Առաջին Պետրոս 2:24 Ինքը մեր մեղքերը իր մարմնում խաչափայտի վրա բարձրացնեց, որ մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերով բժշկվեցինք։ Մենք այս վերջի մասը շատ ենք սիրում, Քրիստոսի վերքերով ես բժշկություն ունեմ։ Բայց սա ընդամենը վերջի մասն է նախադասության։ Նայեք առաջին մասը ինչ հրաշալի է։ Ինքը մեր մեղքերը իր մարմնի վրա բարձրացրեց խաչը։ Եվ սա նպատակ ուներ։ Եվ հիմա երկրորդ մասը, որ մեղքերից հեռանալով, այս առաջին նոխազը նա էր, որ մեր մեղքերը իր արյունը մաքրում էր, չէ՞։ Նա մեր մեղքերը բարձրացրեց խաչի վրա, զոհեց։ Հիմա երկրորդը մեղքը հեռացնում էր անապատ, ճիշտ է։ Հիմա լսեք, որ մեղքից հեռանալով արդարության համար ապրենք։ Կարող ես ասել ամեն։ Եվ եթե դու քավության այս երկու կողմերը վերցնում ես, երրորդը քեզ համար է, նրա խոցերով մենք բժշկվեցինք։ Բժշկվեց քո մարմինը, բժշկվեց քո հոգին, բժշկվեց քո ընտանիքը, բժշկվեց քո հոգեբանությունը, բժշկվեց քո երկիրը, բժշկվեց քո եկեղեցին։ Եթե ընդունում ես այս երկու կողմը, եթե մի ոտով կախ չես քայլում քո հավատքի կյանքում, անընդհատ շնորհակալություն հայտնելով, որ մաքրել է քեզ, անընդհատ շնորհակալություն հայտնելով, որ այսօր էլ այդ արունը խոսում է, եւ շատ լավ ես անում, որ սա անում ես, բայց կիսատ ես անում, որովհետեւ շնորհակալություն է պետք հայտնել, որ մեղքը այլևս իշխանություն չունի ինձ վրա։ Երբ որ կարաս համակարգիչը միացնես, այնտեղ մի հատ գովազդ է գալիս ու ասում է սխմի սրա վրա սխմի, դու կարողանաս շնորհակալություն հայտնես Աստծուն, որ մեղքը հեռացրել է քեզանից, որ դու կարաս շատ հանգիստ փակես այդ պատուհանը համակարգչի մեջ, որ երբ որ քո հարևանը գալիս է քո վրա կռիվ ու վատ բառեր է ասում, կանգնես ու շնորհակալություն հայտնես Աստծուն, որ մեղքը հեռացրել է քեզանից, որ դու այլևս չարին չարով չես պատասխանում։ Երբ որ գայթակղության խոսքեր են գալիս, որ ափերից պիտի դուրս գաս, բերանդ բացես ու ականջներդ փակես, դու հիշում ես, որ ինքը մեղքը հեռացրել է քեզանից ու գոհություն ես հայտնում, որ ոչ միայն սրբեց, այլև իշխանություն տվեց, որ դու քո լեզվին տիրապետես եւ սա շնորհակալության հայտնելու առիթ։ Եկեք կիսատ քրիստոնեություն չապրենք, Ղևտացիների գիրքը մեզ սովորեցնում է քավության երկու կողմերը։ Սրբեց մեզ եւ մեղքը հեռացրեց մեզանից։ Սաղմոս 103:12-ը։ Ահա Տիրոջ խոստումը։
Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից։ Ով կարա ասի արևելքը արևմուտքից ինչքան է հեռու։ Կարաք չափեք ու ասեք, քանի կիլոմետր է արևելքը արևմուտքից հեռու։ Կարաք մոտեցնեք, կպցնեք իրար։ Շատ գնաք արևելք, մեկ արևմուտքը հեռու է։ Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Ահա Քրիստոսի զոհի արդյունքը։ Ահա ուրախանալու, ցնծալու Յոմ Կիպուրը կամ քավության օրը ուրախ տոնի օր է։ Եթե տեսել եք, որ հրեաները պարում են, չգիտեմ, ինտերնետում տեսել եք, որ պարում են, ուրախանում են, թռնում են, ցնծում են, դա Յոմ Կիպուրի տոնակատարությունն է։ Ուրախանում են, Տերը ներեց, Տերը հեռացրեց մեղքը մեզանից։ Մենք արժան չէինք, բայց Տերը ներեց։ Ահա մենք Աստծո առաջ պիտի գանք այս գոհությամբ եւ այս շնորհակալությամբ։ Իմ ժամանակը սպառվեց, մի քանի բան էլ կար ասելու, բայց երևի դա արդեն առանձին պատգամով խոնարհության մասին առանձին պատգամ կլինի եւ մենք կտեսնենք որն է Տիրոջ ակնկալած խոնարհությունը։ Կարծում եմ այսքանը Ղևտացիների գրքից բավական էր, որ մենք ոչ միայն Ղևտացիների ասենք, որ այս գիրքն էլ ուսումնասիրեցինք, այլ մենք իրականում հասկանանք ինչ է նշանակում Տիրոջ ներկայությունը եւ ինչպես մենք մտնենք Աստծո ներկայության մեջ։ Մենք անդրադարձանք ծեսերին եւ ավանդություններին, որ ծեսերը նույնպես կարևոր են։ Լսեք, ծեսերը նույնպես կարևոր են։ Քրիստոնյայի կյանքում եկեղեցի գալը դա ծես է։ Բայց Տերը պատվիրել է այս ծեսը պահենք, կամ սովորություն, կամ չգիտես, ինքը ինչ պատվիրել է, մկրտությունը դա ծեսը։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի մարդը անցնի այս մկրտությամբ։ Եվ Տերը որոշակի ծեսեր, որոշակի ավանդություններ, որոշակի տոներ պարտադրում էր, որ այսպես կանեք եւ այսպես կանեք։ Հետո անդրադարձանք քահանաների մասին պահանջներին, քահանաներին հատուկ պահանջներ ուներ Տերը։ Հետո անդրադարձանք մաքրության եւ անմաքրության հարցերին, որ ասում էր անմաքուր մեկը իմ առաջ չերևա, եւ ահա քավության օրը առանձին պատգամով քավության երկու կողմերը, սրբող, մաքրող կողմը եւ նաեւ մեղքերը հեռացնող կողմը, եւ մենք գիտենք, որ Քրիստոսը մեր քավությունը, որ մորթվել է մեզ համար, զոհ է եղել մեզ համար։ Եվ մենք այս ամենը իմանալով պիտի սուրբ եւ աստվածապաշտ կյանք ապրենք։ Գիտեք, Հռոմեացիների 12:2-ն ասում է. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Տերն ասում էր. ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ, ինչպես ես գործեցի, այդպես դուք գործեք։ Հավատացեք, ինչպես նա էր հոր ներկայությունը վայելում։ Հիշում եք, գնում էր աղոթելու, աշակերտները քնում էին այդ ժամանակ։ Ինքը ամբողջ ցերեկը ծառայել էր մարդկանց, գիշերը գնում էր եւ քնելու փոխարեն Աստծո ներկայությունն էր վայելում, հետո զորացած հետ էր գալիս։ Հասկանում եք, այդ ներկայությունը սպասում է մեզանից յուրաքանչյուրին։ Եթե մենք սովորենք Ղևտացիներից, ինչ է նշանակում իր խոսքին հնազանդվել, ինչ է նշանակում մաքրությունը պահել, ինչ է նշանակում քավության զոհը քո կյանքում գործի։ Ում կյանքում էր գործում քավության զոհը։ Խոնարհությամբ եկողների։ Եվ ես կարծում եմ, այդ պատուհանները պիտի տպավորվեն մեր կյանքում։ Իրար կողք են այդ պատուհանները։ Գիտեք, շատ մարդիկ, ինձ այսպիսի բառեր են ասում, մենք քեզանից լավ հավատացյալ ենք։ Մենք էլ ենք հավատում Հիսուսին։ Շատ մարդիկ ասում են, ինչա, գիտեք, մենակ դուք եք հավատում։
Մեռնեմ իմ Աստծո զորության, ես գիտես իրան ոնց եմ սիրում։ Կարող է իսկականից սիրում է, կարող է հեչ անկեղծել ասում է, որովհետև ինքը իր ներսը գիտի եւ գիտի, որ սիրում է, բայց ինքը Աստծո խոսքը չգիտի, որ Աստծո խոսքն ասում է, ինձ սիրողը երևում է նրանից, թե որքանով է գնահատում իմ պատվիրանները։ Եվ Հիսուսը հստակ ասում է, նա ով իմ պատվիրանները չի պահում, ինձ չի սիրում, սուտ է ժողովուրդ։ Մարդը, եթե Տիրոջ պատվիրանը չի գնահատում, իսկ Տիրոջ պատվիրանը սա է, որ գրած է։ Եթե Տերն ասում է խոնար, ուրեմն եկեք խոնար լինենք։ Որն է ավելի կարևոր, այս կյանքում հաջողության հասնելը, թե Աստծո հետ ընթացքը։ Որն է ավելի կարևոր։ Լսեք, եթե դու Աստծո հետ շփվես, Աստված քեզ կհուշի, կասի, այս ինչ բան է այսպես արա, այս ինչ բանն էլ այսպես մի արա ու կհաջողվես։ Կարդացեք Աստվածաշունչը, բոլոր նրանք, ովքեր Աստծո հետ խոսում էին, Մովսեսի դեմ դուրս եկան իր քույրն ու եղբայրը կամ հետո, չգիտեմ, 200 հոգի ժողովուրդ կորխի գլխավորությամբ դուրս եկան, Մովսեսը ոչ մի բան չէր կարող անել, ինքն էլ գիտեք ով էր։ Մի չընդունված մարդ, որովհետև հրեաների համար ուրիշի հետ ամուսնանալ ուրիշ ազգից, ինքն էլ հերիք չի ուրիշ ազգից էր ամուսնացել, իր կինն էլ սև էր, սևամորթ էր։ Հասկանում եք, ով էր ինքը։ Ինքը չընդունված մեկն էր, բայց Աստված էր իր հետ։ Եթե Աստված է քո հետ, ուզում է աղբերդ ու քուրդ քո դեմ դուրս գան, ամենահարազատ մարդիկ, ուզում է 200 հոգի լավ զինված մարդ դուրս գա, եթե Աստված է քո հետ, Եղիսեի պատմությունը հիշում եք, մի ամբողջ Ասորեստանի զորք դուրս եկավ մի մարգարեի դեմ, բայց Աստված էր իր հետ։ Կուրացրեց ամբողջ զորքին, հետո Եղիսեն իրենց համար աղոտ կարեց եւ աչքերը բացեց Աստված։ Եղիայի հետ էր Աստված։ Հեսուի հետ էր Աստված։ Եվ մնացած հավատքի հերոսների հետ, եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Եթե Աստված մեզ հետ է, ինչպես կարանք մենք սովի մատնվենք։ Եթե Աստված մեզ հետ է, ուզում աշխարհի բոլոր զորքերը գան ու ասեն, էլ այստեղ պաշտամունք չպիտի անեք։ Եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Եթե Աստված մեզ հետ է, Հայաստանում ինչքան էլ վատ լինի վիճակը, դու սոված չես մնալու, քո երեխաները սոված չեն մնալու։ Մարդկանց ուշք ու միտքը չպիտի լինի այնտեղ հաց կա, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ոչ, որտեղ Աստված, այնտեղ կաց։ Դե Աստված ամենուր է։ Դե որ ամենուր է, ուրեմն փնտրի այստեղ քո Աստծուն։ Խոնարհների համար։ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, ամբարտավաններին հակառակ է կենում։ Քավության օրը գործում է խոնարհների համար։ Տերը իր արյունով սրբում է մեզ մեղքից եւ մեղքը իր զոհով հեռացնում է։ Կհիշենք սա։ Եկեք կանգնենք ու շնորհակալություն հայտնենք մեր Աստծուն։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս։ Այն մեծ քավության համար, որ արեցիր մեր կյանքին։ Շնորհակալ ենք Փրկիչ Աստված։ Դու ոչ միայն սրբում ես մեզ, այլ քո հոգու օրենքը դնում ես մեր մեջ, որ ավելին է, քան մարմնի օրենքը։ Որ մեր մարմինը որքան էլ ձգտի մեղքին, քո հոգու օրենքը մեզ ազատ անում այդ մարմնի օրենքից, Տեր։ Կյանքի եւ հոգու օրենքը։ Շնորհակալ ենք, Տեր, որ ազատեց մեզ մարմնի ու մահվան օրենքից։ Շնորհակալ ենք Փրկիչ Աստված, որ սովորեցնում ես քո սրբության մեջ առաջանալ, որ կանչում ես մեզ քո խորանի մեջ հանդիպելու հորը, որ երկնքում է։ Մենք սիրում ենք քեզ։
եւ քայլելու ենք այս սրբության մեջ, Տեր։ Ուժ տուր մեզ, որովհետեւ մեր ուժերով անկարող ենք։ Քո հոգով առաջնորդիր, սրբիր անիրավությունից, խոնարհություն տուր մեզ, քո պատկերացրած խոնարհությունը, քո պատկերացրած հեզությունը դիր մեր սրտերի մեջ, ուզում ենք քեզ պաշտել, ամեն բանից առավել, ուզում ենք քեզ հետ լինել, Տեր, Հիսուս Երբ ոգիս նորից